Որոշ լավադեսություն մը գար Լիբանանի հետ կապված նոր նախագահ, նոր կառավարություն, նոր ծրագիրներ, Իսրայելի պատերազմի ավարտ, նոր հույսեր, սակայն կտեսնենք, որ դարձյալ քարագուսի անի վիճակ մը կստեղծվի ամեն օր ուր կերտա Լիբանանը ծեր գարձիկով, ծեր դիդարկում։ Լիբանանի կառավարությունը այսօր ունի երկու հիմնական գլխուցավ եւ աշխատանք կդանի այս երկու հարցերը լուծելու համար։ Առաջինը Հեզբոլլայի զինաթափումն է, որ ամենե վտանգավոր գետն է լուծելու համար իր տարբեր պատճառներով։ Վերջերս Միացյալ Նահանգներու Հովանի ինդակ ստորագրվեցավ կարևոր համաձայնագիր նախաստորագրություն կապված թե Ամերիկա-Հայաստան հարաբերություններուն թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության փուլին եւ անշուշտ ասոնց միջև այդ ճանապարհը, որ պիտի գոչվի նախագահ Թրամփի անունով։ Դրական եւ շատ շղթական խոսակցություններ եղան այս նյութի մասին, ծեր գարձիկի ինչ։ Գարձեմ, որ այսօր երբ ստորագրվեցավ 99 դարվա համաձայնագիրը, խաղաղություն մեջտեղ կբերե, բայց հուսամ, որ երկար խաղաղություն մեջտեղ կբերե եւ ոչ թե մի քանի տարի եւ ետ դառնանք նույն փուլին։ Գայունությունը եւ վստահությունը միասնաբար ինքնաբերաբար պոզիտիվ տնտեսություն մեջտեղ կբերե։ Այս երկու գեդերը կբահանջեն խաղաղություն։ Եթե ճունիս stability եւ trust, որը կբահանջի խաղաղություն, peace, ուրեմն տնտեսության մասին ավելորդ է խոսիլ։ Արևելքի հարտագով բարևձեզ, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգեղծ զրույցներով մեր շարքը, այսօր հյուրս ֆինանսակետ, ֆինանսական գործիչ Արամ Չապարյանն է, բարի եկացեք, պարոն Չապարյան, ուրախ եմ այս առիթին համար, ինչ առիթով կգտնվիք Հայաստան, ինչ են տպավորությունները, ինչ նկատեցիք։ Նախաբեզ շնորհակալ եմ այս ընդունելության համար, ներկա եմ Հայաստան, մոտ 10 ամիս առաջ ներկա էի եւ այսօր նոր եմ, բայց եւ այնպես նկատեցի, որ շատ մեծ փոփոխություն կա 10 ամսվա մեջ։ Այս բանկերու փոփոխությունը նախ թիվը շատացած է բանկերուն, դրամատումներուն, առավել յուրացվելության ներարգումը հետաքրքրական է եւ սկալի է։ Թե կառավարության կողմէ, որ national projects որ կներկայացվի եւ առավել անհատներ որ կներկայանան իրենց գործերում մեջ եւ գառնեն as credit line-երը, այսինքն վարկերը։ Այսինքն նոր թյուրություններ կան ասել գուզեք ֆինանսական ոլորտի մեջ։ Սկալի է։ Ադի վստահության մասին կխոսի Հայաստանի բարակային։ Ասի կթարգմանե, որ կառավարությունը աշխատանք կդանի որ stability ներկայացնի, որովհետև ադի հիմնական գետն է ոչ մեկ տնտեսական եւ ֆինանսական աշխատանքի մեջ կամ աշխարհի մեջ եւ առավել այս ստորագրությունը, որ եղավ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահին միջոցով, ասի հիմնական պատճառն է ինչ որ կտեսնեմ, բայց վտանգավորը այն է, որ այս վարգերուն յետ վճարելը եւ այս վարգերը հեզասահ օրեն վերջացնելը ավելի կարեւոր է, քան վարգերը առնելը, որովհետեւ ոչ մեկ խախտում, ոչ մեկ խոչընդոտում կամ ոչ մեկ արկելք համաշխարհային կամ դրացի երկիրներուն Հայաստանի հանդեպ այդիկա նեգատիվ աստեցություն գուտա թե երկրին, թե այս բոլոր վարգերուն։ Եվ այն ադեն կդառնա Հայաստանի Հանրապետության դրամի արժույթը կվտանգվի։ Խոսեցաք կարևոր հիմնական գետի մասին, որուն առանց կնաև պիտի փորձենք գաբել Լիբանանին, քանի դուք Լիբանանահայ եք, պարոն Չապարյան, այսօր Լիբանանը մեզի համար բոլորիս սիրելի վայր է, անգե անտին որոշ լավադեսություն մը գար Լիբանանի հետ կապված նոր նախագահ, նոր կառավարություն, նոր ծրագիրներ, Իսրայելի պատերազմի ավարտ, նոր հույսեր, սակայն կտեսնենք, որ դարձյալ քարագուսի անի վիճակ մը կստեղծվի ամեն օր ուր կերտա Լիբանանը ծեր գարձիկով, ծեր դիդարկումով։ Լիբանանի կառավարությունը այսօր ունի երկու հիմնական գլխուցավ
եւ աշխատանք կդանի այս երկու հարցերը լուծելու համար եւ ճիշտ ջամփու մեջ տնելու իր օրենքով եւ կեդնի վրա աշխատանքով։ Առաջինը Աստուծո գուսակցության կամ Հեզբոլլայի զինաթափումն է, որ ամենե վտանգավոր գետն է լուծելու համար իր դարբեր պատճառներով։ Առաջին պատճառը 40 տարվա աշխատանքը ասգուսակցության գարելի չէ 6 ամսվա կամ 1 տարվա մեջ լուծելու հեզասահ ձևով։ Եթե պիտի դիմենք այլ ձևերու, այն ադվերի դարբեր վտանգավոր տուրեր կբացվի եւ նորեն կդառնանք բادرազմի տաշտ եւ ոչ թե միան Իսրայելի հետ, այլ նույնիսկ Լիբանանի մեջ, որովհետեւ մեծամասնությունը լիբանանցիներուն զինաթափումի հետ է, բայց միևնույն ադենա, որը գոչվի Միսախի, որ այսօր կառավարությունը ад մտավախություն ունի եւ ад տուրը փակ է ատկծով, որ շիաները զինաթափումի հետ չեն։ Եվ այս մեկը, այս 40 տարվա աշխատանքը պիտի չընդունեն, որ 6 ամսվա մեջ լուծվի։ Ուրեմն եւ այս աշխատանքը 40 տարվա շատ մեծ ոչ թե ասեմ համաշխարհային, բայց Բարսկաստանի կողմէ մանավանդ եւ նույնիսկ Սուրիայի կողմէ այս աշխատանքը հովանի մգար, որ գդիրեր գոր եւ թե ֆինանսապես, թե զորքով այս գուսակցությունը զորանա։ Ուրեմն եւ նույնիսկ եթե Սուրիայի կառավարությունը փոխվեցավ եւ հիմա այլևս ոչ եւս է, որ Հեզբոլլայի գողքին է, միևնույն ադենալ Բարսկաստանը դեռ նույն ադխավի մեջն է կամ այդ ջամփու մեջն է, որ դեռ փորձե պաշտպանել Աստուծո գուսակցությունը, որը գոչվի Հեզբոլլա։ Կառավարությունը չանկը կդանի, բայց միևնույն ադենա մտավախություններ կան։ Բայց եւ այնպես այդպիսի հասկացողություն մգա, որ չի գա ուրիշ ելք, որովհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն երկու շաբաթ կղրգե իր հանձնախումբը, որպեսի մոդեցումներ, մտքերու մոդեցումները ստեղծվի եւ հեզասահ ձևով կամ քիչ վնասով այս հարցը լուծվի, բայց միևնույն ադեն այն մտավախությունը կա, որ նույնիսկ Սուրիայի զորքը Լիբանանի մոտ քյուղերը, Սուրիայի կողմէ Լիբանանի մոտ քյուղերը մտնան Լիբանան աս բաժարով եւ ասիգա ատուպերնեն իրեն ցերկը, որ մենք եկած ենք համաշխարհային բահանջ կամ համաշխարհային բանը կեդնի վրա աշխատանք դանել եւ աս զենք մենք կրավենք կամ մենք առնենք Հեզբոլլայի ցերկը։ Անի ավելի վտանգավոր է, որովհետեւ այսօր Սուրիայի կողմէ եկած զինյալը դնորենություն չունի, այսինքն ամեն ինչ պիտի անե անորեն վիճակ մնե եւ չի հետևիր իր դնորենության կամ իր երկրի բահանջին, այսինքն կդառնա այնպես տաշմը, որ շատ դժվար է եւ շատ դժվար է լուծում գտնել եւ ադիգա շատ մեծ արիտ կպանա դարիներու ընթացքին, որ սնի շիեի քրիստոնյա չգրնան իրար հետ ապրիլ։ Ճիշտ է, մենք այդ բոլորը տեսանք Սուրիո մեջ, այսինքն վարչագարկի դաբալումին հետ։ Բան Չապարյան, դուք բավական երկար եւ մանրամասն նոտված մկրած էիք, որ յուրաքանչյուր հայու, յուրաքանչյուր լիբանանցի սրդին համար կարևոր էր այդ հոդվածը Լիբանանի տնտեսական դակնաբի առանցքը հանդիսացող տրամադուներու կոլապսի մասին էր եւ թե ինչպես գրնա յուրաքանչյուր լիբանանցի վերադիրանալ իր ավանդներուն, որ երկար ինչպես ասիկ Հեզբոլլան 40 տարվա եթե կյանք ունի, մեր հայրենագիցներեն շատեր 60-70 տարվա իրենց ջագդի քրդինքով հավաքված աշխատանքի արդյունքը այսօր բահ տրված է բանկերում մեջ եւ 100, 200, 300 դոլարով վերադարձնեն։ Այս հարցը գուզե նաեւ մեր ագընտիրները ինչ կրնակ այս ձալկերու մասին ավելյալ ներկայացնել։
Ասկոձով ինչպես սիճաչ երկու լիբանյան կառավարությունը այսօր վարչապետ Նաուաֆ Սալամի երկու հիմնական հարցունի առաջին մասին խոսեցանք, իսկ երկրորդը աստրամադային հարցն է, որ բոլոր լիբանանցիներուն եւ ոչ լիբանանցիներն նույնիսկ որ օդարներ լիբանանի բանկաներում մեջ տրամադուններում մեջ դրած էին գումարներ, անոնք կալ այսօր սարեցված են կամ բզդիկ գումարներ կդրվին։ Այնպես որ ասկոձով մի քանի արիտով գիտական օրեն վերլուծում ներկայացուցած եմ եւ ուզեմ ասել, այսինքն ես աս վերջին մի քանի տարին լիբանյան թերթերում մեջ գկրեմ արաբերենով ավելի գիտական ծևով կներկայացնեմ վերլուծումներս ոչ թե քաղաքական, բայց միևնույն ադենա որ աս հարցերը պետք է լուծվին օրենքով, պետք է լուծվին գիտականորեն եւ լիբանանցիները եւ նույնիսկ ընկերագից երկիրները Լիբանանի հետ աս հարցը պետք է լուծվի հեզասահ ծևով եւ արտարությունը կբահանջի հետեւյալը եւ գիտական ծևով գիտականորեն աս հարցը կարելի է լուծել։ Եվ ադոր մասին կրնանք երկար խոսել, բայց բարձրապես հարցումը պատասխանելու համար այսօր հաջախորդը բանկային կամ տրամադունին եկավ դրավ այդ գումարը դարիներու ընթացքին եւ այդ գումարին դիմաց շատեր արին դոգոս եւ ուրիշ բաժին մնագավոր չարավ դոգոս բարձրապես Լիբանանի հանդեպ banking system-ը ուներ իր վստահությունը բահաձեր դարիներու ընթացքին նույնիսկ եթե շատ հստակ չէր այդ վստահությունը ինչ հիման վրա է կամ ինչի վրա հիմնված է, բայց եւ այնպես այդ վստահությունը կար արաբներուն ալքով եւ նույնիսկ օդար երկիրներու ինվեստորները, որ եկան այդ գումարները Լիբանանի բանկաներու մեջ այդ փողերը կամ այդ գումարները դրին։ Ուրեմն այսօր այդ տրամադունները փոխանցվեցավ այդ գումարները գետրոնական տրամադուն։ Գետրոնական տրամադունը այդ գումարները վարկ դրվեցավ կառավարության, որովհետև այսօր ոչ մեկի երկրի ֆինանսական նախարարությունն է պատասխանատուն երկրի օրենքով, այսինքն նյութականը կամ երկրի տնտեսականը որ մեկ direction-ի կամ որ մեկ ջամփան գկալ է։ Այնպես որ այսօր բոլոր հարցը եւ պատասխանատվությունը չի շալկեցնենք գետրոնական տրամադունի դնորենության կամ գոմիդեին, այնպես որ կառավարությունը մեծ դեր ունի, որովհետեւ այդ կառավարությունը եկավ այդ գումարները ծախսեց լա ետրականության բաջետներու լա սլսլետրետա որովհետեւ գսի որ փոխեցին ասկե 7 տարի առաջ ամսավճարներու նոր փաթեթը օրենքը ճիշտ որ ոչ մեկ քիդագանորեն իմաստ ուներ որովհետև ինչի վրա այդ գումարները կդրվի գոր եւ ինչ իման վրա։ Ուրեմն այսօր կառավարությունը չի գրծավ փոխանցել իր բարկը կամ վճարել իր բարկը գետրոնական տրամադունի դնորենության եւ գետրոնական տրամադունի դնորենությունը չի գրծավ դալ այդ գումարները բանկաներուն տրամադուններուն եւ տրամադունները չի գրծան այդ գումարները փոխանցել իրենց հաջախորդներուն, այսինքն այսիգա է սայքլը, բայց այսօր դժբախտաբար կփնտրենք մեկը որ իրեն զոհնենք եւ այդ զոհնալ գետրոնական տրամադրության հերթաբահներ կամ գոմիդեի դնորեններ եւ այդ մասին օրենքով շատ այսինքն խոսի գրիած Սելեմեի մասին այո շատ շարժվեցավ իր անունը շատ հոլովվեցավ այո եւ մեծ վստահություն ուներ ինքը բարոն Արամ ինչպես պատահեցավ որ ինքը չկարողացավ բռնել այդ համակարգը ձեր գարձիկով հիմա օրենք եթե օրենք պիտի բացատրենք ոչ մեկ որոշում գետրոնական տրամադունի գոմիդեյությունը կամ դնորենությունը չի գրնար անհատ նույնիսկ դնորենը անհատ որոշում առնել
միշտ օրենքով որոշումները պետք է լան բոլոր անդամները կվիարկեն այո այդ որոշումին, այնպես որ եթե այդ անգույնեն պիտի դենք հարցը, ուրեմն չեն կնարսել ռիացարեմեն ինքը միակ հանցավորն է։ Այս խնդիրը գլուծվի, պարոն Արամ։ Արտարությունը ինքիրեն պետք է փաստե եւ Լիբանանի կառավարությունը պետք է փաստե ինքիրեն, որ ասի գիտական օրեն լուծում ունի եւ ունի օրենքի փոփոխություններ ուզե ադոր մասին, ինչպես որ բացատրեցի գրած եմ մանրամասնորեն, այնպես որ ոչ գարելի կամ չի գարելի բան չի գա, ինչը վայնադեմ որ հույսը գա, հույս եւ աշխատանքը կետնի վրա երբ գնա, ինքնաբերաբար ոչ մեկ հարցի լուծումը գա, բայց եթե պիտի խոչընդոտվի այլ լիբանանյան կամ ոչ լիբանանյան գողմերը անշուշտ է որ լուծում պիտի չլա կամ ինչպես որ հիմա գսեն $100,000 վեր պիտի դրվի սենեդետ խազինը որ կոչվի treasury notes governmental notes բայց ադիգա լուծում չի այսինքն այս բոլորով անտես գիտեք դարբեր արիտներով այս նյութի մասին խոսված է որ գոչվի հայկական կապիտալ հայկական տրամակլուխ եւ մենք 50-ականներն ի վեր ցնցումներ գաբրինք այդ արումով տեսանք Եգիպտոս հայկական տրամակլուխը ինչ եղավ օրմը տամիմ եղավ օրմը բادرազմ եղավ հայությունը մեծ տրամակլուխներ գործընծուց եւ Եգիպտոսի մեջ եւ անգևերջ Իրաքի մեջ Սուրիո մեջ դուք ինչ կմտածեք այդ արումով ինչ պետք է անել որ փրկել այդ հայկական տրամակլուխը որովհետեւ մեր սերունդներու տրամակլուխն է որ գոչնչանագոր Եթե գրնամ այս մեկը ճիշտ ձևով բացատրել, ընդհանրապես հայությունը սպիրկի մեջ կամ սպիրկահայերը դժբախտաբար ունեցած են անգայուն կյանք լա միդելիստի մեջ կամ արաբական երկրներու մեջ կամ լա նույնիսկ Եվրոպայի մեջ որովհետև միշտ հայը ինքերեն անգայուն սկացած է որովհետև իր երկիրը չէ ուր որ գաբրի միշտ այն ծարավությունը ունեցած է ծարավը սկացած է ինքերեն որ ինքը իր հայրենիքի հողի վրա չէ դժբախտաբար այդ անգայությունը այս երկիրներու մեջ միշտ բարդատրած է որ գախտ կամ ներգախտ բադահի նույնիսկ բադահեցավ Եգիպտոսի մեջ 60-ական թվականներուն վերջը Իրաքի մեջ եւ վերջը Սուրիայի մեջ Բաղեստինի մեջ նույնիսկ որ հայերը գախտեցին կամ Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա կամ նույնիսկ ներգախտ եղավ դեպի հայրենիք բայց հիմնական պատճառը անգայությունն է այս երկիրներու մեջ եւ հայը իբր սպիրկահայ ինքերեն միշտ ծարավս կա որ ինքը հայրենիքի հողի վրա չէ եւ անգայուն կսկա որ ինքերեն մանավանդ գրնամ ասել միշտ եկող սերունդի մասին գմդածե օրինակ հայրը գմդածե ոչ թե այս իր կյանքը միայն արգսե իմ զավակներուս համար Միացյալ Նահանգները ավելի գայուն են կամ Եվրոպա ավելի գայուն է կամ նույնիսկ Կանադա ավելի գայուն է քան արաբական աշխարհը իսկ եթե դիդարգենք Լիբանանի աբակայի մասին մտածումները եւ կովկովի շարենք այս ընթացքով Լիբանանի գաղութը հայկական գաղութը վտանգի դակ է ձեր գարձիկով թե ինչպես պատերազմը տեսանք այս ալ գրնանք անցնել ինչպես ինչ կմտածեք դուք Հիմա խոսեցանք առաջին անգամ երկու հիմնական աշխատանք որ կդարվի գոր Լիբանան կամ երկու հիմնական գետ ես կուզեմ այս մեկը մեկ քայլ յետև գալ եւ խոսիլ իբր երգիր եթե երգիր պիտի գոչենք ոյ մեկ դարածք ունի երեք հիմնական գետ առաջին գետը որ զորքը լա գետրոնական եւ լա գարավարության հովանոցի դակ եւ իր տադարանը եւ իր բոլոր օրենքները երկրորդը ասկային դիվանագի դական հարաբերությունները որ հիմնված է համաշխարհային օրենքներով վրա
իսկ երրորդը իր տնտեսական եւ քաղաքացիական հասկացումները։ Դժբախտաբար վերջին 50 տարին Լիբանանը աս 3 հատ 1 կամ 2 հատը կամ նույնիսկ դարիներ եղած է որ 3 հատնա գործընթացած է։ Օրինակի համար, եթե պիտի ասենք իր զորքի ուժը միայն պետք է լա երկրի կառավարության հովանոցին դակ, այս երկրի մեջ բզդիկ կառավարություն մկա, որ Հեզբոլլան ինքը ունի ինքիր զորքը։ Երկրորդը եթե պիտի ասենք երկիրը ինչպես կրնան կսերեն երկիր, որ իր ասկային դիվանագիտական հարաբերությունները Լիբանան վերջին 50 տարին այ մեկ գուսակցություն ինքիր ջամփան բացած է, ինքիր հարաբերություններ ունի, մեկը Ֆրանսիայի հետ, մյուսը Բարսկաստանի հետ, մյուսը Սուրիայի հետ։ Եթե երրորդի մասին պիտի խոսենք, ճունի այդ իր գետրոնացումը բոլոր քաղաքական կամ դրամական, նույնիսկ ֆինանսական փուլի մեջ, այսինքն Հեզբոլլան ունի ինքիր դրամատունները, ինքիր հաստատությունները եւ գփախի բոլոր վարկերև վճարումները կառավարության այս օրինակի համար այս կավատը եթե Լիբանանի դուրքը պիտի վճարվի որ Լիբանան մտնա $2 է այլ դեղեր որ Հեզբոլլան ունի ինքիր կետնի վրա ինքիր դնորենությունը $1 է հոնդեն երտանգ կնեն որովհետև ասիգա չէ վճարված իր դուրքը ոչ հարկ վճարած է ոչ դուրք վճարած է ճիշտ այսինքն Լիբանանը վերջին 50 տարին աս 3 հիմնական գեդերը որ երկիրը վրան գհիմնվի գործընծուցած է կամ 1 հատ կամ 2 հատ կամ դարիներ եղած է 3 հատնա գործընծուցած այսինքն մենք այնպեսի երկրի մասին չենք խոսել որ Զվիցերիա եւ ամեն օրենքներ հստակ են եւ մեկ կառավարություն կա մեկ զորք կա մեկ ռազմավարույց կա այլ երկիրներու հետ հարաբերելու հաջորդ հարցս կվերապերի Հայաստանին գիտեք քիչ առաջ գարջ խոսեցակ Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին ինչ կրնակ դիտարկել կամ Հայաստանի ասենք ֆինանսական ոլորտը տրամադուները ինչ ցևով պետք է կործեն այսօր մենք կնկատենք որ երթալով Հայաստանի արտաքին բարձը գշատնա դիգա մտահոգիչ երևույթ մնե որտեվ Լիբանանի անգումը ադգես կսավ քիչ առաջ շատ խելացի բան ասի վարգը առնելը շատ թյուրին է ադի չէ կարևորը բայց յուրաքանչյուր ուշացում միջազգային հանրության համար ադիգա խոշորացույցով գտիդեն եւ գտարնաս անվստահելի ինչ են մեխանիզմները որ Հայաստանը գրնա աբահով ցևով իր վճարումները գադարել եւ նաեւ օրինակ ինչու՞ չէ արաբական ծոցի տրամակլուխները բերել որտեղ այստեղ նոր զոմ մնե արաբական աշխարհի համար virgin զոմ մնե որ իրենք կրնան աջիլ եւ զորանալ արդյոք դուք միդում դեսակ մտնոլորտ դեսակ Հայաստանի մեջ գործնական քայլեր թիմելու համար ո՞ե մեկ դնդեսություն գուզե կամ գբահանչե երկու գետ առաջինը գայունություն երկրի գայունություն իսկ երկրորդը վստահություն գայունությունը եւ վստահությունը միասնապար ինքնաբերաբար պոզիտիվ դնդեսություն մեջտեղ գբերեն իսկ աս երկու հատը աս երկու գեդերը գբահանչեն խաղաղություն եթե ճունիս stability եւ trust որը գբահանչե խաղաղություն peace այս ուրեմն դնդեսության մասին ավելորդ է խոսիլը կգարձեմ որ այսօր երբ ստորագրվեցավ 99 դարվա համաձայնագիրը խաղաղություն մեջտեղ գբերե բայց հուսամ որ երկար խաղաղություն մեջտեղ գբերե եւ ոչ թե մի քանի տարի ետ դառնանք նույն փուլին կամ ետ դառնանք նույն հարցերուն ուրեմն այդ մեկը հիմն է սկիզբն է լավ դնդեսություն ունենալ իսկ մյուս երկու գեդերը որ գայունությունն է որ գբահանչե ներքին հարցերը նկատի առնելով եւ որ խախտումներ չպատահին խոչընդոտումներ չպատահին հեզասահ ծևով կառավարությունը աշխատի
եւ մեջտեղ բերե պոզիտիվ էկոնոմիա կամ տնտեսությունը։ Բարոն Չապարյան, վերջերս Միացյալ Նահանգներու Հովանի ինդակ, ինչպես քիչ առաջ լսինք, ստորագրվեցավ կարևոր համաձայնագիր, նախաստորագրություն, այսպես երագոմ Միացյալ Նահանգներ, Ադրբեջան, Հայաստան, գաբված թե Ամերիկա-Հայաստան հարաբերություններուն, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության փուլին եւ անշուշտ ասոնց միջև այդ ջանաբարը, որ պիտի գոչվի նախագահ Թրամփի անունով։ Շատ դրական եւ շատ շղթական խոսակցություններ եղան այս նյութի մասին, ձեր կարծիքը ինչ է։ Շնորհակալ եմ հարցումին, ասկզովալ գրած եմ Լիբանանի թերթերու մեջ եւ գարձիկս ներկայացած եմ այս մեկը ինձ գիշեսնե 1923-ի համաձայնագիրը, որ նույն բաժարով ստորագրվեցավ Woodrow Wilson-ի ադեն եւ այդ Chester համաձայնագիրը, որ ստորագրվեցավ 1923-ին 99 տարվա համար եւ դժբախտաբար այն ադեն հողի դերը, որ Հայաստանն էր բարձրապես խաղաղություն մեջտեղ բերելու համար բանակցությունները ստեղծվեցավ Հայաստանի Հանրապետության հետ 1919-ին մինչև 1923, որ այդ համաձայնագիրը ստորագրվի։ Այդ ստորագրությունը եւ այդ ժամանակը, որ այսօր 101 տարի վերջ իդ կստորագրվի Թրամփի հովանավորությամբ, նորեն 99 տարվա համաձայնագիրը այս անգամ կորիդորի բաժարով, բայց նորեն գարձեմ, որ խաղաղության եւ հիմնական բաժարը խաղաղությունն է, խաղաղությունը ստեղծելու համար է։ Եվ հուսամ, որ եւ այս 99 տարվա համաձայնագիրը, որ ստորագրվեցավ 1923-ին, չի դվավ հստակ խաղաղություն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ 3 անգամ պատերազմ կամ 4 անգամ պատերազմ ունեցանք Ադրբեջանի հետ։ Ուրեմն այսօր նույն գեդին գտարնանք, որ նորեն կստորագրվի 99 տարվա համաձայնագիրը, որ հիմնական խաղաղությունն է։ Վերջին հարցս կվերապերի Լիբանանի հայկական բնակավայրին Անջարին, ուր դուք ծնած եք, այսօր Անջարի մասին ինչ կրնանք ասել, ինչ են Անջարի հիմնական խնդիրները, մարտահրավերները։ Ես իբր մուսալերցի Անջարցի վստահ որ եւ ինքնաբերաբար իմ գրտուտենես հարաճած եւ ինձի համար Անջարը ոչ թե միայն իմ սրտիս մեջն է, բայց միշտ մտահոգ եմ Անջարի աբակայով, որովհետեւ 20 տարի արդեն Լիբանանեն դուրս կաշխատեմ, բայց ամեն 2 շաբաթ կամ ամեն ամիս կգտնվիմ Անջար այս 20 տարվա մեջ, այսինքն Բեյրութ, որ 55 կիլոմետր Անջարեն հեռու է, Անջարցի Բեյրութ ապրողներն ավելի Անջար կգտնվիմ Անջարեն Լիբանանեն դուրս ապրելով եւ գնաց եմ այնտեղը հող, շինած եմ դուն, ընտանիքս Լիբանան է, օգտակար գլամ մասնաճյուղներու, հաստատություններու, աշակերտներու, լուրջ ձևով առանց մեկը գիտնալու, առանց հայտարարելու ասկե մեկնելը, որ Անջարը իմ սրտիս մեջ մեծ դեղ ունի եւ ինքնաբերաբար ուրեմն պետք է մտածենք Անջարի աբակայի մասին եւ գուզեմ ասել, որ Անջարը հիմնված է շատ դժվար եւ քեշ ժամանակով եւ մուսալերեն եկած են անջարցիները շատ դարաբաց են եւ ad վիճակին ստեղծված է այդ գյուղը եւ գրնամ ասել, որ Անջարը տաշնակցական գյուղ է եւ այդպես հիմնված է եւ այդպես պետք է մնա։ Ադոր համար ասկի զավակի աբական ինձի համար միշտ իմ մտքիս մեջն է կամ գուզեմ օգտակարել ատկծով, որովհետեւ Լիբանանի այս հարցերը, որ մենք խոսեցանք, ինքնաբերաբար գաստե բոլոր Լիբանանի տարածքի մեջ գյուղերուն կամ լիբանանցիներուն։ Գախտը մեզի գանջած է, կամ գախտը միշտ հայության Լիբանանի մեջ բանանահայերուն միշտ արիտ բացված է ատկծով, որ գախտը լա դարբեր պատճառներով։ Շնորհակալ եմ, պարոն Չապարյան, անգեղծ զրույցին համար։ Մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս
ֆինանսական կորձիչ, ֆինանսակետ Արամ Չապարյանն էր, ու նաև հորտորս ցեզի արկելի ագնտիրներ հետևիլ մեր ընկերային ցանցի էջերուն, լայք մսեղմել, մեկնաբանություն մտողել, այդպիսով խթանած գլակ անգախ մամուլի մեր գործունեությունը բարի մնացես։